Մեր առաքելությունը որպես ազգային քաղաքական ուժ եւ բոլոր ընդհանրապես ազգային ուժերի առաքելությունն է այսօր ազատվել ըստ էության ժողովրդին պարտադրված այս իշխանությունների այլընտրանքից կամ կապիտուլյացիա կամ պատերազմ։ Այս այլընտրանքի առաջ են դրել մեր ժողովրդին ամեն ինչ անելով ցույց տալու համար, որ մենք անկարող ենք, մենք անզոր ենք, մենք պետք է ենթարկվենք այդ պահանջներին թշնամու կողմից առաջադրվող, իսա ոչ այլ ինչ է, քան հենց այդ երկուսի մեջ կործանարար վատի եւ վատթարագույնի մեջ ընտրություն կատարելու վիճակ։ Եվ մեր խնդիրն է բեկում մտցնել այս իրավիճակի մեջ։ Մեր ժողովուրդը պետք է ունենա ընտրություն խաղաղության, իրական անշրջելի եւ կայուն խաղաղության, որը ասեցի պետք է ապահովի այդ երկու պայմաններով իրականացումը եւ սրա համար մեր գլխավոր խնդիրը դառնում է նոր որակի իշխանության ձևավորումը եւ զարգացման ազգային պետական ուղեկցի հաստատումը։ Այն ուղեկիցը, որով այսօր այս իշխանությունները շարժվում են, այդ ուղեկիցը ապազգային է, ապապետական է եւ կոչված է ըստ էության սպասարկելու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Եվ մեր այլընտրանքային մոտեցումները հիմնված են նրա վրա, որ հայ ժողովուրդը ունի իր սեփական ուժային աղբյուրները եւ այդ աղբյուրները պիտի թույլ չտանք, որ այս իշխանությունները ցամաքեցնեն։ Այդ աղբյուրները 3 ուղղությամբ են եւ առաջինը դա մեր միասնությունը արդեն խաթարված հայրենիք սփյուռք Հայաստան, Արցախ սփյուռք եռամիասնությունը խաթարված է եւ միասնությունն ընդհանրապես համահայկական վերականգնելու խնդիր կա եւ դա պետք է տեղի ունենա շատ կոնկրետ օրակարգի շուրջ, այդ օրակարգը հայկական ինքնության եւ հայոց պետականության պահպանման օրակարգն է։ Սրա շուրջ միայն հնարավոր է համախմբվել։ Չեն համախմբվում հանձնվելու համար, ինչպես այս իշխանություններն են իբր թե կոչ անում, համախմբվում են հաղթահարելու համար բոլոր այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք գոյություն ունեն։ Հանձնվելու համար պառակտում են, այն էլ ինչ մենք տեսնում ենք այսօր իշխանությունների կողմից, որտեղ հենց հանձնվելու ուղղությամբ է իրենց ամբողջ քաղաքականությունը։ Երկրորդ մեր ներքին ռեսուրսի առումով դա մեր պաշտպանական եւ անվտանգային համակարգերի հրատապ վերակառուցումն է, որտեղ մեր հակառակորդները այլ լեզու չեն հասկանում։ Իրենք եթե տեսան, որ դու անպաշտպան ես, անընդհատ փորձելու են նորանոր զիջումներ կորզել, պահանջներ անverջ տեղալ, որի ականատեսն ենք մենք այսօր։ Պահանջները վերջ չունեն, այսօր ադրբեջանա-թուրքական պահանջները որևէ սահման չեն ճանաչում։ Ամեն օր նոր պահանջներ են հնչեցվում մեր ինքնության, մեր ազգային պետականության դեմ ուղղված, որտեղ իրենց համար հայկական տեսակի, հայ տեսակի գոյությունը, հայկական գործոնի արկայություն այս տարածաշրջանում արդեն անընդունելի է։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ մեր ուժերը պետք է համախմբենք ներքին առումով այս երկու ուղղությամբ։ Եվ երրորդը, որ նոր քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, դիվանագիտական հմուտ քաղաքականություն, որ կարողանանք այն երկրների հետ մեր կապերը վերականգնել, որոնց շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը։ Այդպիսի երկրներ եղել են, կան, պարզապես այս ապաշնոր իշխանությունների քաղաքականության արդյունքում այդ երկրների հետ էլ մենք ստեղծել ենք լրջագույն խնդիրներ եւ փոխանակ մեր բարեկամների քանակը ավելացնենք, մենք մեր բարեկամներից թշնամիներ ենք ստեղծում։ Եվ այս վիճակը բնականաբար պետք է կտրուկ փոխվի եւ առաջի հերթին մենք նկատի ունենք Ռուսաստանի հետ պետք է ամրապնդել մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որոնք կան եւ իրապայմանագրային հիմքեր դրա համար կան, դրանք պետք է ամրապնդել։ Իրանի հետ պետք է կնքել անհապաղ ռազմաքաղաքական դաշինք, այն տրամաբանությամբ, որ եթե հարձակում լինի
որևէ մի երկրի վրա նշանակում է հարձակում տվյալ երկրի վրա եւ պաշտպանության հարցը դառնա երկկողմանի իսկապես երաշխավորված Իրան Հայաստան որևէ մեկի համար այսօր գաղտնիք չի որ նույն Զանգեզուրի այսպես կոչված Միջանցքի հարցով ամենահստակ կարելի ասել մեր իշխանություններից շատ ավելի մեր շահերը պաշտպանող դիրքորոշում է հայտնում այսօր Իրանը եւ ուրեմն Իրանին պետք է տալ հնարավորություն որ ունենա նաեւ իրավաքաղաքական հիմքեր իր այդ նույն հանձնառությունը որը հրապարակավ արտահայտում է լիարժեք կարողանա իրականացնել ի պաշտպանություն մեր ազգային կենսական շահերի եւ մնացած բոլոր կենտրոնների հետ այս թվում արևմուտք Ամերիկայի Միացյալ Նահանգներ այնտեղ էլ տեսնում ենք աշխարհակաղակական ինչ փոփոխություններ են տեղ ունենում բոլորի հետ առաջացել է հնարավորություն փոխլրացման տրամաբանությամբ մեր շահերը պաշտպանել Արդեն իրավիճակ փոխվել է Ռուսաստան եւ այսպես կոչված միավորված արևմուտք իրականությունը բոլորովին այլ է եւ այդ փոփոխությունը մեզ տալիս է հնարավորություն որ մենք կարողանանք փոխլրացման տրամաբանությամբ այդ գերտերությունների հետ կարողանանք աշխատել եւ մեր շահերը պաշտպանել Սա հստակ օրակարգ է եւ այս հստակ օրակարգի շուրջ դաշնակցությունը արտահայտում է իր պատրաստակամությունը արդեն նաև ընդհանուր ժողովի, մեր բարձրագույն ժողովի մակարդակով համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր որ կիսում են այս օրակարգը եւ պատրաստ են որպես անհրաժեշտ պայման իշխանափոխություն իրականացնել, որպեսզի հնարավոր լինի փոխել այս ապազգային ուղեգիծը Իհարկե միշտ խոսքը գնում է թե այդ իշխանափոխությունը ինչպես պետք է իրականացվի դրա մասին էլ ենք մենք խոսել ընդհանուր ժողովում եւ վերլուծվել են անցած 3 շարժումները ընդդիմադիր որոնց առանցքում եղել է գիտեք դաշնակցությունը բայց բնականաբար ընդհանուր ժողովում էլ կա այս դժգոհությունը, որ մենք մեր նպատակին չենք հասել։ Այս գիտակցումը կա, կատարել ենք ինչ որ հնարավոր է, բայց ընդհանուր ժողովը խնդիրը դրել, որ ավելի ամբողջական վերլուծել այդ ամբողջ ընթացքը ընդդիմադիր շարժումների եւ առավել ճշգրիտ որոշումներ կայացնել դաս քաղելով իհարկե այդ անցած փորձը ունենալով, որ հնարավոր լինի իշխանափոխություն իրականացնել։